Բարև ձեզ, եթերում հիմնահարցն է, մեր հյուրն է քաղաքական գիտությունների դոկտոր, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։ Բարև ձեզ, պարոն Մինասյան, շնորհակալ եմ մեր հրավեր ընդունելու համար։ Պարոն Մինասյան, ինչպես է գնահատում Վաշինգտոնում վերջերս կայացած Հայաստանի արտգործնախարարի եւ ԱՄՆ պետքարտուղարի բանակցությունները, որի արդյունքում ընդունվեց Թրամփի ուղի այդ պրոյեկտի հիմնական այդ շրջանակային պարամետրերը ընդունվեցին։ Ճիշտ ասած, մեզանում կարծիքները մի քիչ բևեռացված են Հայաստանի հասարակության եւ փորձագիտական եւ քաղաքական շրջանակներում։ Ոմանք ասում են, որ դրանով մենք ըստ էության միջանցք ենք տալիս Ադրբեջանին, իսկ հակառակ բևեռի ներկայացուցիչները ասում են, որ որևէ զիջում մեր շահերի որևէ զիջում չկա եւ մենք գնում ենք երկարաժամկետ խաղաղության, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման։ Ձեր կարծիքով ո՞րն է այստեղ օբյեկտիվ պատկերը։ Օբյեկտիվ պատկերը այստեղ կարծում եմ այդքան էլ նորություն չի հնչի, երևի թե մեջտեղին է, իրականում հասկանալի է, որ ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերը, փորձագիտական դաշտը բնականաբար փորձելու են քննադատել եւ քննադատում են եւ կան պատճառներ այդ քննադատության, պետական մարմինների, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները հակառակ մոտեցումներ ունեն, կարելի է իհարկե երկար քննարկել մանրամասները, բայց ես ավելի կարճ կարամ ասեմ, որ իրականում պիտի նշենք, որ այս Տրամփի նախագծի իմպլեմենտացիայի էտապը, որը որ ձևավորվեց որպես այս հայտարարություն երկու արտգործնախարարների մակարդակով, դա միգուցե բավականին հաջողակ փաստաթուղթ այն տեսանկյունից, որ քաղաքական առումով մենք կարայինք ավելի վատ ինչ-որ մի իրականություն ստանայինք, մենք պիտի հասկանանք, որ եւ Տրամփի նախագիծը, եւ այդ բոլոր հայտարարությունները, եւ այն շրջանակները, որոնք որ մեջ ներառում է, այդ թվում նաեւ պարտավորություններ, որոնք որ իսկապես այդքան էլ միանշանակ չեն մեկնաբանվելու Հայաստանի ինքնաշխատանության, սուվերենության եւ ընդհանրապես Հայաստանի տեսանկյունից այդ բոլոր, ասենք, կետերի հետ կապված պայմանավորված է մի շատ պարզ պատճառով։ Այն ռազմաքաղաքական իրականությամբ, որը ստեղծվել է 2020 եւ 2023 թվականների պատճառով։ Եւ այն, որ Հայաստանը ստիպված է միակողմանի նաեւ քննարկել նույնիսկ Միացյալ Նահանգների պես գերտերության հետ իր տարածքով ինչ որ կոմունիկացիոն գծերի ձևաչափեր, մի իրավիճակում, երբ որ իր տրամաբանական կոնտրպարտնյոր Ադրբեջանը չի պատրաստվում նմանատիպ որևէ ձևով ինչ որ քննարկումներ ունենալ, դա խոսում է նրա մասին, որ այո, Հայաստանի իշխանությունները առաջինը պիտի հաշվի առնեն ստեղծված տարածաշրջանային իրականությունները, անվտանգային, ռազմաքաղաքական, մեկ երկրորդն էլ, եթե այս գործընթացում մեր գլխավոր գործընկերը Միացյալ Նահանգներն է, մենք պիտի նաև հաշվի առնենք, որ Միացյալ Նահանգների ներկայիս ադմինիստրացիան շատ սպეციფიկ մոտեցումներ ունի ընդհանրապես բոլորի հանդեպ, եւ այն, որ հաջողվել է ինչ-որ մի փաստաթուղթ ստորագրել, որը որ կարելի է կոչել ինչ-որ հաջողակ դիլ ժամանակակից ամերիկյան քաղաքական տերմինաբանության համատեքստում, դա այո, որոշ չափով լուրջ ձեռքբերում է։ Այն, որ ինքը իր բովանդակությամբ մի քիչ տարբերվում է այն ինչ-որ պրոիշխանական մոտեցումների հայտարարություն, դա նույնպես հասկանալի է, դա արտացոլում է այն իրականությունը, որը որ կա, բայց վերջով նայեք ինչ է տեղի ունենում, ասենք, Դանիայի, Գրենլանդիայի հետ, ինչ է տեղի ունենում Վենեսուելայի հետ, ինչ ընդհանրապես տեղի ունենում մեր տարածաշրջանում, որտեղ թվում է թե ոչ բոլոր արտաքին դերակատարները ընդհանրապես ուզում են ներգրավենք եւ այս ֆոնի վրա մենք պիտի ընդունենք, որ սա ես չի ասում չարակից փոքրագույն է, բայց միգուցե իրատեսական այն մաքսիմումն է, որը որ կարելի է հասնել այդ իրականության, որի շուրջ եւ որի շրջանակներում մենք ապրում ենք։ Ադրբեջանը մշտապես խոսում է, որ պետք է անխոչնդոտ մուտք ստանա դեպի Նախիջևան, իր հիմնական, այսպես կոչված, մայրցամաքային Ադրբեջանից դեպի Նախիջևան։ Եվ այս պրոյեկտը, որի մասին մենք խոսում ենք, 3 դրական արձագանքի արժանացավ Բաքվում, չի նշանակում սա արդյոք, որ նրանք հասել են իրենց ուզածին,
թե նրանք եւս որոշակի քաղաքական ռետորաբանություն կիրառելու եւ ինչ-որ խնդիրներ լուծելու նպատակ ունեն այս պահին ադրբեջանցիները։ Ավելի Ես ընդ որում ներողություն ես հիշեցնեմ, որ Ալիևը ամեն դեպքում չի հրաժարվում մեզ համար ոչ ցանկալի այդ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը տերմինաբանությունից եւ հիմա էլ երբ որ նրանք դրական են սա գնահատում, չկա արդյոք մտավախություն, որ հենց իրենց ուզածով է այս ամեն ինչը գնում։ Ну, համենայն դեպս այն բավականին նեղ մասնագիտական ձևակերպումները, որոնք որ կային այս փաստաթղթում, եւ նաեւ արձագանքը խոսում են նրա մասին, որ տեսականորեն այդ տարբերակը հնարավոր է որ օգտագործվի, մենք դա կտեսնենք արդեն իմպլեմենտացիայի հետագա փուլերի վրա, բայց այո, ոնց որ ես նշեցի, գլխավոր խնդիրներից մեկը նաեւ այն է, որ մենք բնականաբար չենք տեսնում եւ նույնիսկ չենք էլ սպասում իրական առումով ոչ թե հայտարարությունների առումով, որ Ադրբեջանը Հայաստանից բեռների կամ տեղափոխման այլ գործընթացների ժամանակ օգտագործել է նույն մեթոդաբանությունը, որը որ այդքան մանրակարգիր ձևավորվել է այս հայտարարության մեջ։ Պարոն Մինասյան, հայ-ադրբեջանական հարաբերություններում վերջերս շատ մեծ տեղ է սկսել զբաղեցնել առևտրային կոմպոնենտը։ Մենք տեսանք ցորենի տրանզիտը, նաև հիմա արդեն տեղի ունենում նավթամթերքների հերթական խմբաքանակ է գալիս։ Այս գործարքները, այս տնտեսական առևտրային գործարքները, սրանք իսկապես կնպաստեն մեր պարագայում կայունացմանը իրավիճակի, թե դա երբեք չի խանգարի Ադրբեջանին հետագայում նոր պահանջներ առաջ քաշելու եւ քաղաքական եւ ռազմաքաղաքական նոր ճնշումների գնալու։ Մեկը մյուսին չի բացառում, մենք գիտենք, որ երկրներ, հարևաններ կամ ոչ հարևաններ կարող ունենան լուրջ տնտեսական հարաբերություններ եւ համագործակցություն, հետո ելներով աշխարհակական, քաղաքական կամ գաղափարախոսական առաջնահերթություններից ինչ որ ռազմական բախման մեջ ներգրավեն։ Այն ինչ որ տեղի ունենում այս պահին, դա ես կանվանեի տեղի ունեցող քաղաքական կամ դիվանագիտական գործընթացին նպաստող տնտեսական ինչ որ շատ ինչ որ դոզավորված մի ներգրավում է, որը որոշ չափով նաև կարելի է անվանել ասենք confidence building measures որոշ չափով նաև վստահության ամրապնդման ուղղված միջոցներ երկկողմանի եւ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից եւ ընդհանուր առմամբ նաև կարծում եմ որ այս բանակցային եւ խաղաղ գործընթացը շարունակվելու է եւ ունի զարգացման որոշ этаպներ, ինչը որևէ ձևով ձեր նշած ասենք տրամաբանությունից ելնելով չի բացառում հնարավոր ինչ որ մի փուլում Ադրբեջանի կողմից նոր ռազմաքաղաքական, քաղաքական, տարածքային պահանջների առաջ քաշելը, որտեղ նույնիսկ փաստաթղթի ներկայությունը, օրինակ նախաստորագրված խաղաղության փաստաթղթի ներկայությունը որևէ ձևով չի սահմանափակում Ադրբեջանի ղեկավարության բավականին կոշտ եւ ագրեսիվ հայտարարությունները, որովհետեւ Հայաստանի անդեպ քաղաքականությունը, հակահայկական տրամաբանությունների օգտագործումը Ադրբեջանի ներքաղաքական դիսկուրսում եւ գործընթացներում դա շատ ռացիոնալ մի էլեմենտ է, որից որ Ադրբեջանը դժվար թե մոտակա ժամանակներին ինքնովին կհրաժարվի, որովհետեւ դա նաեւ բացի ամենից նաեւ նպաստում Ադրբեջանի ներքաղաքական կայունությանը։ Ինչ է կարող է օրինակ դրա համար տրիգեր հանդիսանալ Ադրբեջանի գործելավոճի փոփոխության համար, Ադրբեջանի ապակառուցողական եւ նոր էսկալացիայի գնալու համար ինչը կարող է տրիգեր հանդիսանալ, օրինակ Թրամփի վարչակազմի փոփոխությունը կամ այլ հանգամանքներ։ Ну, պարզ է, որ այստեղ կարող գործ դեր խաղալ 2-3 հայցակարգային գործոններ։ Առաջինը դա անվանենք այտենց տարածաշրջանային անվտանգային պատկերի փոփոխությունը, երկրորդը դա փոփոխվող կամ փոփոխության ունակություն ունեցող ռազմաքաղաքական բալանսը, այսինքն եթե Ադրբեջանը տեսնի, որ որևէ ձևով, ասենք, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական, ռազմավարական բալանսը կարա փոխվի
չեմ ասում ի օգուտ Հայաստանի, այլ այն իրավիճակը, որ այս պայն Ադրբեջանը ունի աջակցություն ունենալով նաև եւ Թուրքիայից ռազմավարական առումով եւ նաև իր ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական ունակությունների այդ գերակայունությունը որևէ ձևով խատանվի, Ադրբեջանը նույնպես կարող գնա ինչ-որ պրևենտիվ քայլերի։ Երրորդ գործոնը դա կարող լինեն ինչ-որ ասենք տեսանելի քաղաքական զարգացումներ կամ փոփոխություններ Հայաստանի ներսում, որը որ Ադրբեջանը կարող այլ ձևով մեկնաբանել եւ վերջինը ամենակարևորը դա կարող լինեն սոցիալ-տնտեսական զարգացումներ Ադրբեջանի ներսում, որոնք որ պահանջեն Ադրբեջանից ինչ որ նոր հեշտ եւ տեսանելի ոչ երկարատև ինչ որ ուժային կամ ռազմական օպերացիա օգտագործումը, որը կարող Ադրբեջանի հասարակությանը շեղել ներքին խնդիրներից։ Բայց այդ բոլոր նշված գործոններից որևէ մեկը այս պահին կարճաժամկետ հեռանկարով ես այս պահին չեմ տեսնում, որ իրական է։ Այս խաղաղության գործընթացին, ինչպես կողմերը կոչում են զուգընթաց, մենք տեսնում ենք, որ ըստ բաց աղբյուրներից եղած տեղեկատվության մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ամեն դեպքում շարունակում է զենք ներկրել տարբեր երկրներից, Թուրքիայից, Իսրայելից, Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներից։ Ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ Բաքուն, ինչպես ասում են, վառոդը չոր է պահում։ Այս զենք զինամթերքի, այս լայնածավալ գնումները, կարծում եմ լայնածավալ են, դատելով խմբականակներից եւ բաներից, այդ ավիառեյսերից, հա, այսպես։ Նրանք ում դեմ են պատրաստվում սա կիրառել, միթե Հայաստանի հետ է միայն սա կապված, թե այլ վտանգ նրանք եւս տեսնում են։ Կա այդ ձեր հարցին երկու ոնց որ հարթություն կամ երկու ոլորտներ։ Առաջինը այս պայից ելնելով ներկայիս Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական բալանսից ելնելով այս սպառազինությունների գնումը իսկապես կարծում եմ չափից ավելի շատ է եւ դժվար թե միայն Հայաստանի ուղղված լինի։ Երկրորդը նաեւ 2023 թվականի իրադարձություններից հետո Ադրբեջանը փորձում է դիրքավորել տարածաշրջանը որպես տարածաշրջանային գեգեմոն, նույնիսկ առաջ քաշելով այսպես կոչված միջին տերության գաղափարը կամ ռազմավարությունը եւ Ադրբեջանին փորձելով ներկայացնել որպես ռազմաքաղաքական գործը ոչ միայն Հարավային Կովկասում, այլ Կենտրոնական Ասիայում կամ Սևծովյան, Կասպյան տարածաշրջանում որպես դերակատար եւ այստեղ պարզա որ իր գլխավոր հակառակորդները կամ հնարավոր թշնամիները ռազմական առումով պիտի դիտարկվեն երկու երկրներ, դա Ռուսաստանը եւ Իրանն է։ Եվ այդ տեսանկյունից այո որոշ չափով միգուցե այդ ռազմատեխնիկական գործընթացները կարան արդարացվեն, չնայած որ հասկանալի է նաև որ եթե եւ կամ Ռուսաստանը կամ Իրանը զբաղված չլինեն այլ իր ներքին կամ արտաքին խնդիրներով, ես չպատկերացնում ինչ ծավալի զենք եւ զինամթերք պիտի Ադրբեջանը գնի, որ ինչ որ քրիտիկական իրավիճակում պարզապես ռազմական տեսանկյունից կարանա դիմադրի եւ Ռուսաստանին եւ Իրանին։ Պարոն Մինասյան, իսկ Հայաստանի իշխանությունների մեր ռազմաքաղաքական ղեկավարության քայլերը այս հարթության վրա այս ներկայումս ինչպես է գնահատում, որքանով են դրանք համարժեք թե ներկա թե հետագայում հնարավոր մարտահրավերներին, հենց մեր ռազմական շինարարությունը ինչպես է գնահատում։ Երկու հարթություն ասեմ, նաև մենք պիտի հասկանանք, դա չնայած որ այդքան էլ կոմֆորտ չի հասարակության եւ հասարակական քաղաքական ուժերի համար, այն հայտարարությունները, որոնք որ Հայաստանի ռազմական եւ քաղաքական ղեկավարությունը անում է Ադրբեջանին արձագանքելով, դա նաև պայմանավորված նրանով, որ կա դիրքորոշում, որ հնարավորինս այդ բոլոր էսկալացիայից նույնիսկ հրապարակային առումով խուսափել։ Եվ դա կանխամտածված քաղաքականություն է, մենք դա պիտի հասկանանք։ Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական գործընթացներին, ես նաև ներգրավելով որպես փորձագետ հայեցակարգային այդ քննարկումներին եւ փորձագիտական դաշտով, ես կարող եմ ասել, որ այո, որոշ գործընթացներ տեղի են ունենում, այո, եւ տեխնիկական, եւ հայեցակարգային, եւ զինված ուժերի բարեփոխման առումով որոշ գործընթացներ իսկապես նաև տեսանելի են, բայց մենք նաև պիտի հասկանանք, ոնց որ ես նշեցի, որ 2023 թվականների ռազմավարական
գինը, այդ իրադարձության ռազմավարական գինը չափազանց տանգ էր Հայաստանի համար եւ մենք բավականին երկար ժամանակ պետք որ մենք փորձենք վերականգնենք եւ զուտ ռազմական տեսանկյունից եւ նաեւ դրա հետ կապված նաեւ ռազմավարական լանդշաֆտի փոփոխման տեսանկյունից։ Իշխանությունը այդ քաղաքական կամքը տեսնում է վերականգնելու։ Տեսեք, դուք ներգրաված եք այդ քննարկումներում կաք որոշակի նյուանսների իհարկե, որոնք որ ոչ ամբողջովին են հնարավոր բացահայտել, ունեն նրանք այդ կամքը այդ վիճակից դուրս գալու եւ նոր մակարդակի հասնելու։ Եկեք ձեզ sense անկեղծ ասեմ, հասկանալի է, որ Հայաստանի ներքաղաքական խնդիրները, տնտեսական խնդիրները, ինչպես նաև արտաքին դերակատարների տարբեր ձևի մոտեցումները բնականաբար նաև ազդում են իշխանությունների դիրքորոշման վրա եւ հասկանալի է, որ այլ հավասար պայմանների դեպքում այդ ռազմական ունակությունների վերականգնման գործընթացը ոչ միայն տեխնիկական, այլ նաև կառուցվածքային, կադրային եւ այլ հարցեր շուրջ ավելի էֆեկտիվ կարող լիներ, բայց մենք ունենք այն ինչ ունենք։ Պարոն Մինասյան, 20-23 թվականների այդ իրադարձությունների հետևանքներից մեկը եղավ այն, որ մենք լուրջ վերանայման կարծես թե ենթարկեցինք մեր արտաքին գործընկերների հետ ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական հարաբերությունների, մասնավորապես ավանդական դաշնակցի եւ գործընկերոջ փոխարեն կամ գուցե ավելի շատ, եթե ոչ փոխարեն, ապա նրանից զատ ավելի մեծ ուշադրություն սկսեցինք դարձնել այլ գործընկերների հետ մեր հարաբերություններին, Հնդկաստան, Ֆրանսիա, որոշ այլ երկրներ։ Սա արդարացված մոտեցում էր, այսինքն Ռուսաստանի ավանդական դաշնակցի հետ այդ հարաբերությունների պարադիգմայի վերանայում արդարացված էր թե ոչ։ Գիտեք, եթե նույնիսկ կողքի դնենք աշխարհակահական մեկնաբանությունների կամ գնահատականների հարցը, մենք պիտի հասկանանք, որ 22 թվականի փետրվարից, այսինքն ուկրաինական պատերազմից սկսած, Ռուսաստանը մեզ համար, մեր բանակի կամ մեր տարածաշրջանի համար ամենակենսունակ նշանակություն ունեցող ռազմատեխնիկական արտադրության առումով լուրջ խնդիրներ ունեցել, որովհետև այդ բոլոր զինատեսակները առաջերտին պետք էին Ռուսաստանին ուկրաինական ճակատում օգտագործվել առումով։ Եվ մենք գիտենք նաև, որ որոշ զինատեսակներ, որի համար Հայաստանը արդեն վճարել էր, այդ պայն Ռուսաստանի մատակարարում ձգձգվել էր եւ դա կապված չէր իրականում ինչ որ աշխարհակահական կամ երկկողմ հարաբերություն, դա կապված էր այն անհրաժեշտությանը, որ ուներ Ռուսաստանը եւ նաեւ այլ իր ռազմատեխնիկական համագործակից երկրների հետ Ռուսաստանը նույն խնդիրներն է ունեցել 22-23 մինչև այս վերջի տարիները։ Դա օբյեկտիվ։ Երկրորդը նաեւ ուկրաինական պատերազմը այնքան ծախսատար է եւ շարունակում արդեն 5-րդ տարին է փաստացի, որ նաեւ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել ընդհանրապես համաշխարհային ռազմատեխնիկական այդ շուկայում։ Եվ այն, որ Հայաստանը արդեն նույնիսկ ավելի շուտ 2021 թվականին նաեւ հնարավորություն ունեցավ մի կողմից որպես ավելի շատ ռազմավարական գործընկեր եւ նաեւ նոր շուկա հանդիսացող Հնդկաստանի հետ այդ համագործակցության մեջ մտնելը դա դրական էր, չնայած որ նաեւ մենք պիտի նաեւ հասկանանք, որ Հնդկաստանը ունի առելի լուրջ ներուժ ռազմատեխնիկական առումով, բայց շատ զինատեսակներով Հնդկաստանը նոր է մտնում այդ շուկան եւ շատ զինատեսակներ դեռ իսկապես չեն փորձված ռազմական պայմաններով, մենք դա չգիտենք, բայց համենայն դեպս այստեղ մենք ունենք մի լուրջ, ասենք դրական բալանս եւ ռազմավարական հետաքրքրության եւ քաղաքական աջակցության, որտեղ նաեւ մենք Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հաշվին նաեւ ստանում ենք որոշ աջակցություն միջազգային ոլորտում եւ դա կարեւոր է, բայց նաեւ մենք դուք նշեցիք նաեւ Ֆրանսիայի, որոշ չափով նաեւ Հունաստան, Կիպրոս եւ այլ, այստեղ մենք մտնում ենք մի նոր շուկա, որը որ ավելի տեխնոլոգիական է, նույն այդ դա գաղտնիք չի, ասենք հրետանային համակարգները, ցեզերները այս պայն համարվում են երևի թե աշխարհի լավագույն զինատեսակներից մեկը եւ ընդհանրապես նաեւ փոփոխվում է Հայաստանի օրինակ հրետանու ստանդարտները մենք անցնում ենք այսպես կոչված արևմտյան ստանդարտներին, խոսքը ոչ թե նրա համար որ արևելյանները ավելի լավ են
արևմտյանները վատ են արևմտյան ավելի լավ, այլ պարզապես օրինակ հրետանի դեպքում այն ստանդարտները 155 մմ ավելի էֆեկտիվ են, քան օրինակ նախկին սովետական կամ ռուսական 152 մմ-անոց ստանդարտները։ Այստեղ խնդիրը այլն է եւ դա նաեւ վերաբերում ձեր նախորդ հարցին, քանի որ ժամանակակից հակամարտությունները եւ ռազմական կոնֆլիկտները ցույց են տալիս շատ արագ փոփոխվող հայեցակարգային բնույթը, որը որ նաեւ արտացոլվում է, ինչ որ մենք տեսնում ենք նաեւ Ուկրաինայի պատերազմում, խնդիրը ոչ միայն ինչ որ զենատեսակների գնումը եւ դրանց ապրոբացիան եւ ներգրավումը զինված ուժերում, այլ ընդհանրապես նաեւ զինված ուժերի արդիականացումը նոր իրականությունն է, ռազմատեխնիկական, հայեցակարգային, որտեղ ռազմական գործողությունների բնույթը այս պահին չափազանց տարբերվում է այն պատերազմների բնույթից, որոնք որ մենք տեսել ենք 20 թվականին, 23 թվականին կամ նույնիսկ Ուկրաինայի պատերազմի տարբեր շրջաններում, այնպես ինչպես տեղի են ունեցել ռազմական գործողություն, չափազանց տարբերվում են այս 5 տարվա ընթացքում։ Եվ մեր գլխավոր խնդիրը դա փորձել այդ համակարգային մոտեցումը ներմուծել Հայաստանի զինված ուժերի եւ կառուցվածքային, եւ տեխնոլոգիական, եւ կառավարման, եւ կադրային համակարգի մեջ, որը որ իսկապես շատ լուրջ խնդիր է, որը որ պահանջում է ամենօրյա աշխատանքի եւ իհարկե նաեւ այս գործընթացում մենք ունենք շատ տեսանելի եւ ոչ տեսանելի խնդիրներ, որոնք որ պարզա որ Հայաստանի պես երկիրը պիտի ունենա այն դժվար աշխարհակահական եւ տարածաշրջանային համատեքստում, որոնք որ մենք ունենք։ Պարոն Մինասյան, զինված ուժերի արդիականացման, նոր տեխնիկայի ձեռքբերման այդ process-ը, նաև ռազմավարության վերանայման, բանակաշինության, տրամաբանության վերանայման, այդ գործընթացը ուղեկցվում է քաղաքական հայտարարություններով, որոնք կարծես թե որևէ հավելյալ արժեք չեն ստեղծում, բայց ավելորդ լարվածություն են մտցնում ընդհանրապես այս մթնոլորտի մեջ, հա, օրինակ ՀԱՊԿ-ի հասցեին պարբերաբար հնչվող մերաղադրանքները, երբ որ երկրի ղեկավարությունը Հայաստանի տվյալ դեպքում ՀԱՊԿ-ը անվանում է մեր ազգային անվտանգությանը սպառնալիք, համարում է, որ ՀԱՊԿ-ում մեր մասնակցությունը կխանգարեր այլ գործընկերներից զենք զինամթերք ձեռք բերել։ Սա այս գնահատականներ տալը, այս քաղաքական հայտարարություններ հնչեցնելը այս գործընթացի պարտադիր մասն է, թե սա ավելորդ խոչընդոտ է ձեր կարծիքով։ Ինչու են նրանք։ Կարծում եմ դուք հասկանում եք, որ այդ հայտարարությունների մեծ մասը, երբ 90 կամ 90%-ը դա այդքան ուղղված չի մեր այդպես գործընկերներին կամ նախկին գործընկերներին ՀԱՊԿ-ում կամ Ռուսաստանում, այլ դա ավելի շատ ուղղված է կամ Հայաստանի ներքին լսարանի համար, կամ նաև որոշ չափով ուղղորդվում է մեր արևմտյան գործընկերների համար, որովհետև իրականում եթե դա խնդիր է, հարցը թե ինչի Հայաստանը չի դուրս գալիս ՀԱՊԿ-ից, իսկ պատասխանը այն է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը դժվար թե լրացուցիչ ինչ-որ դրական էֆեկտներ բացի քարոզչականից տար այս этаպում։ Համենայն դեպս մենք պիտի հասկանանք, որ այո, ոնց որ նշեցի, ներքաղաքական զարգացումների ձևակերպումները իհարկե ազդում են, Հայաստանը այդ առումով միակ երկիրը չի, մենք կարող տեսնենք, որ նաև այլ երկրներում նույն գործընթացները, որ շատ հաճախ քաղաքական նկատառումները, դիսկուրսը եւ նպատակահարմարությունը ավելի էական է, ավելի գերակշռում է, գերակշռում է, քան ասենք ավելի զգուշավոր by default ոնց որ ասում են արտաքին կամ անվտանգության քաղաքականության վերաբերող հայտարարությունները կամ կարծիքները։ Ընտրություններից հետո այս միտումը կարող է փոխվել, քանի որ մենք գիտենք, որ մի քանի ամսից հետո ընտրություններին եւ իշխանությունները վերարտադրման խնդիր ունեն եւ այստեղ հաշվի առնելով Ռուսաստանի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով թերացումները տարածաշրջանում նրանք խնդիր ունեն այդ հակառուսական տրամադրված հանրությանը իրենց կողմը գրավել։ Հիմա եթե ընտրությունները լինի եւ վերջանա եւ նրանք մնան, այս բանը կփոխվի։ Ասում են ընտրություններից հետո էլ կյանք կա եւ ընտրություններից հետո քաղաքականությունը շարունակվելու է եւ կարծում եմ նաեւ որոշ գործընթացներ ընտրություններից հետո եւ հետընտրական գործընթացներից հետո նույնիսկ ավելի կարանցելվեն, քան մենք ունենք դա այս պահին։ Պարոն Մինասյան, չեմ կարող չխոսել հարևան Իրանում տեղի ունեցող գործընթացների ազդեցությունից մեր տարածաշրջանի վրա, բուն ներքին խնդիրների չանդրադառնանք, դա առանձին թեմա է եւ ծավալուն թեմա է, մեր տարածաշրջանային առհասարակ անվտանգային կոնյունկտուրայի վրա ինչպես սա կարող է առհասարակ ազդել։
դու գիտեք, որ ես Իրանի մասնագետ չեմ, եւ միշտ փորձում եմ խուսափել ինչ որ կարծիքներ հայտնել թեմաներին, որ ես նեղ մասնագիտական չեմ տիրապետում, բայց նաև հասկանալի է, որ եւ դա տեսանելի է եւ նաև հայտարարությունները իրանական կողմից տարբեր մակարդակներով խոսում են նրա մասին, որ այո, Իրանը նույնիսկ բավականին այս պահին զբաղված լինելով եւ սահմանափակ ռեսուրսներ ունենալով ազդելու եւ իր ներքին եւ արտաքին եւ տարածաշրջանային քաղաքականության վրա շարունակում է մնալ ազդեցիկ տարածաշրջանային գործընկեր, ազդեցիկ երկիր, որը որ ունի նաև իր դիրքորոշումներն ու շահերը, որոնք որ նաև պիտի ընդունենք, որ միշտ չէ որ լիովին համապատասխանում են կամ համահունչ են Հայաստանի եւ անվտանգային եւ քաղաքական եւ աշխարհակական մոտեցումներին, կարևորը այս պահին այն է, որ թվում է թե Իրանի պետական համակարգի կայունությունը մի քիչ ավելի կայուն եղավ, քան շատերը կանխատեսում էին, որովհետև մենք թվում է թե հասկանալի է, որ յուրաքանչյուր բացասական ներքաղաքական զարգացումներ Իրանում անմիջապես կանդրադառնային եւ տարածաշրջանի վրա եւ նաեւ պիտի հասկանանք, որ Իրանը որպես գործոն տարածաշրջանային աշխարհակական բալանսում մի դեր է խաղում, Իրանի բացակայությունը այդ տարածաշրջանային բալանսի վրա այլ ձևով կանդրադառնա։ Համենայն դեպս դրա հետ մեկտեղ նաև մենք պիտի հասկանանք, որ եւ հայտնի 2023 թվականի իրադարձությունը եւ հետագա զարգացումները բերեցին նրան այն իրավիճակին, որ Հայաստանի շուրջ ընդհանուր առմամբ տարածաշրջանային այդ պատկերը այնքան վատնա եւ այնքան բացասական է, որ իսկապես շատ դժվար է պատկերացնել, թե նույնիսկ եթե Իրանում ինչ որ լուրջ զարգացումներ լինեն, իրանք արդյոք այդպիսի կատաստրոֆիկ ազդեցություն կունենան Հայաստանի վրա, թե ոչ, որովհետեւ թվում է, թե այն լուրջ իրադարձությունները, որոնք որ տեղի ունեցել մի քանի տարվա ընթացքում, իհարկե թողնելով Հայաստանի վրա շատ լուրջ եւ բացասական ազդեցություն, դրա հետ մեկտեղ նաեւ ներքին Հայաստանի այդ դիմադրականության գործանիչը բավականին բարձր էր եւ մենք ամենայն դեպս Հայաստանի բնակչությունը լիովին այն ձևով դա չենք տեսել, կան օրինակ որ տեղի ունեցել որ ասենք Մերձավոր Արևելքում, ասենք Սիրիայում, Իրաքում այդ հասարակությունները տեսել են այդ զարգացումների ասենք նշանակությունը։ Իրանի դեսպանը վերջերս բավականին կոշտ հայտարարություն էր արել նրա հետ կապված, որ Հայաստանում բնակվող իրանցիները դեսպանատան մոտ ցույցեր էին արել, հակակառավարական լոզունգներ էին հնչեցրել։ Ես չեմ հիշում, որ այլ երկրի դեսպանը նմանատիպ բավական արմատական հայտարարություններով հանդես գա, սա ինչ որ ներքին հակասությունների Երևանի եւ Թեհրանի միջև ներքին հակասությունների մասին է վկայում, թե գուցե անփորձ դեսպանի անզգույշ հայտարարություն է։ Ես իսկապես չեմ կարող պատասխանել, որովհետև դեսպանին չեմ ճանաչում եւ նաեւ չեմ կարող նաեւ գնահատական տալ արդյոք դա պայմանավորված էր ծավալով այդ միջոցառման որևէ այլ ասենք պատճառներով, բայց կարծում եմ միգուցե նաև պետք չի գտնել փորձել գտնել ինչ որ ավելի խորը կոնսպիրոլոգիական բացատրություններ, պարզապես հաշվի առնելով, որ ինչ զարգացումներ են տեղի ունենում Իրանի ներսում այս պահին չի բացառվում նաև, որ Իրանի դեսպանի արձագանքը պարզապես այդ պայի էմոցիոնալ լարվածության արտացոլումն է։ Օբյեկտիվորեն Թրամփի ուղին Իրանի շահերին այստեղ վնասում է, թե ոչ, պարոն Մինասյան։ Իրանական կողմը բազմաթիվ անգամ տարբեր մակարդակներով, բայց նրանց հայտարարությունները հակասական են։ Կարծես թե ավելի կոնսերվատիվ թևը մի բան է ասում, ավելի այսպես ոչ պահպանողական ռեֆորմիստական թևը այլ իմ իրանագետ գործընկերները նույնպես նույն այդ մոտեցումն են ներկայացնում, բայց արդյոք այդ ոնց որ տարբերությունը իսկապես լուրջ ոնց որ հայեցակարգային մոտեցումը, թե դա պարզապես ոնց որ հայտարարությունների ռիտորիկայի մակարդակով ես դժվարանում ասեմ, բայց համենայն դեպս ոնց էլ լինի ամենաբարձրաստիճան պաշտոնյաների կողմից
ոչ դրական այդ արձագանքները խոսում նրա մասին, որ հասկանալի պատճառներով Իրանը պիտի մտահոգված լինի այն հանգամանքով, որ Միացյալ Նահանգները իր գլխավոր, ասենք, հակառակորդը Իսրայելի կամ Իսրայելի հետ մեկտեղ մի երկիր, որը կես տարի առաջ ռմբակոծում էր Իրանին, ստանում է ինչ-որ բացարձակ տնտեսական եւ աշխարհակական հենակետի հնարավորություն անմիջապես Իրանի վրա, պիտի անհանգստացնի։ Հասկանալի է նաեւ, որ հայկական կողմը տարբեր շրջանակներով, տարբեր մակարդակներով փորձում է ներկայացնել եւ մեղմել այդ մտահոգությունը իրանական կողմից, նույնպես հասկանալի է, եւ այն, որ դա լիովին չի ստացվում, նույնպես կարծում եմ որևէ զարմանք պիտի չառաջացնի։ Շնորհակալ եմ, պարոն Մինասյան։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, մեր հյուրն էր քաղաքական գիտությունների դոկտոր, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։ Կհանդիպենք։